Ձեզ մի հատ հետաքրքիր բան կա։ Ինձ այդ հարցը ես անընդհատ ինքս ինձ տալիս եմ, բայց պատասխան չեմ գտնել։ Տես, վերջին ավելի քան 20 տարիների ընթացքում մի մարդ այն ժամանակվա գործող իշխանություններին ամեն օր մեղադրում էր ինչ որ սուտ ու կեղծ ինչ որ գործողությունների մեջ ու ձևավորում էր կարծրատիպ թե նախկին նախագահների կամ այն ժամանակվա գործող իշխանության անդամների եւ այլն գեներացնում էր ատելություն սկզբում արցախցիների ու Հայաստանի հայերի, հետո արդեն բուն հայերի մեկը մյուսի նկատմամբ ձևավորվել է մի կարծրատիպ, որը որ վերցնելով նա իշխանությունը կարողանում է առայժմ պահի ու դա կոտրի ընդդիմադիր դաշտի առանձին գործիչների վրա ու նրանց ամեն մեկին առանձին ցես թոքը ձեռը նրանց խաղացնում է ու դա հələ որ իր մոտ ստացվում է, չէ՞։ Այս ընտրություններին կոնկրետ այս ընտրություններին մեր քաղաքական ռեսուրս ունեցող քաղաքական գործիչները, կուսակցությունների դաշինքները ունեին ֆենոմենալ մի հատ հնարավորություն առհասարակ չմասնակցելով ընտրություններին ու առաջացնելով քաղաքական կոլապս, ասենց ասած, ճգնաժամ ու գործող իշխանությունը իր կուսակցությունով երբ որ արդեն սկսելու էր քարոզարշավ, դրան զուգահեռ իրենք անեին հակաքարոզչություն, բայց միասնական մի բևեռով, որը որ նրան կտաներ ուզած չուզած ընտրությունների, իսկ իրանք հստակ կկարողանային կանգնել ու ասել դու լեգիտիմ չես, որովհետև մյուս կողմից, եթե դուք գնում եք ընտրությունների, բայց չունեք կոնկրետ սոցիոլոգիա, դուք վստահ չեք, որ դուք վերցնելու եք իշխանությունը, բայց հայտարարում եք, որ դուք հաղթելու եք, իսկ հնարավորությունը ու հավանականությունը շատ մեծ է, որ դուք պարտվելու եք ու ելի կոտրվելու է ձեր գլխին ինչ-որ բան։ Ու նա հստակ ուներ ծրագիր, գիտեր, որ մասնակցելու են չեն հաղթելու, ինքը կեղծելու է ընտրությունները, իրանց ուղղորդելու է սահմանադրական դատարան կամ փողոց գեներացնելու դեպքում նա էլի ուներ գործիքակազմ, այսինքն պլան B, պլան C, պլան չգիտեմ ինչ, նա ուներ, իսկ ընդդիմադիր մեր լիդերները բացի պլան A-ից ոչ մի ուրիշ պլան, քան նրա թելադրանքով խաղալը չունեին։ Ֆենոմենալ երևույթ, ֆենոմենալ ուղղակի։ Երբ որ տվյալ անձնավորությունը քարոզարշավի ժամանակ անընդհատ հայտարարում էր եռագլուխ հրեշի մասին, մենք պետք է փաստենք, որ գլխավոր հրեշի ինքն է։ Ինչու՞, որովհետև ինքը կոնկրետ սնվում է ատելությամբ։ Հասարակության տարբեր շերտերի միջև իր գեներացրած ատելությամբ, այդ ձևավորված թեզի շուրջ նախկինների, փալանչիների հանդեպ ձևավորված ատելությամբ ինքը կարողանում է նաև սոցիալ դասակարգային այդ պայքարի ամբողջ էներգետիկան վերցնել եւ տանել դեպի նախկին թալանչները, բայց մի շատ կարևոր դեպք արձանագրվեց քարոզարշավի ժամանակ, երբ որ Կոմիտասի Պողոտայում քարոզության ժամանակ մի շատ հարգելի եւ պատվարժան տիկին ասաց 8 տարի ունեիր։ Ինչի՞ այդ ամեն ինչը չէիր անում։ Այդ շատ կարևոր եւ իր քարոզչական թեզը կոտրող հարց է, երբ որ նա 2018-ին հայտարարում էր այդ ամբողջ թալան հետ վերադարձելու մասին եւ մեր որպես քաղաքացի մեր գրպանները հետ վերադարձնելու մասին, ուներ 8 տարի։ Նա շատ լավ, շարունակաբար ամբողջ թեզերը համակարգված ձևով պահեց, բերեց հասցրեց նաեւ արդեն այս ընտրությունների ժամանակ եւ հիմա էլ հաջորդիվ մենք պետք է իրոք ականատես ենք լինելու ազգային ժողովի, երբ որ ընդդիմադիրները իրենց մանդատները վերցնեն, որ Վահագն Ալեքսանյանին կամ այլ մարդկանց դեմքով գնալու են եւ կանգնեն ու բոլոր ընդդիմադիրները ովքեր այնտեղ կան մեղադրեն հալանչիության եւ մնացածի մասին ամբողջ օրակարգը լցնեն ատելությամբ ու այդ ընթացքում նորից ու նորից Ադրբեջանի պահանջները սկսեն իրականացնել։ Այսինքն ու այս համատեքստում մենք ունենալու ենք իրավիճակ, երբ որ հասարակության տարբեր շերտեր սկսելու են ատելության խոսք տարածել, տեսնելու են այս ամբողջ շոու կրկես ներկայացումը ու չենք տեսնում թունելի վերջում այն լույսը, որը որ ազդարարելու է, որ վերջ ատելությանը մենք ունենք հստակ քաղաքական միտք Հայաստանը այս ուղով տանելու մասին, զարգացման այս տեսլականի մասին։
ու մենք պետք է ունենանք քաղաքական ուժեր, որոնք դուրս են գալիս տվյալ անձնավորության ստեղծած նախաձեռնություններին պատասխանողի կարգավիճակից։ Իրենք պետք է լինեն նախաձեռնող, իրենք պետք է իրավիճակ ստեղծեն, իրավիճակ թելադրող լինեն։ Իհարկե մենք պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք իշխանական բոլոր լծակները ունեցող եւ ժողովրդավարական իսախարխուլ իրավիճակից արդեն ուղիղ եւ բացահայտ ավտորիտար կառավարման գնացող անձի հետ, ով որևէ միջոցի արժեվ կանգ չի առնելու, որպեսզի յուրաքանչյուր ճշմարիտ եւ ընդդիմադիր խոսք ուղղակիորեն թույլ չտա, որպեսզի բարձրաձայնվի, նրանց տանի բանդ, կեղծ եւ շինικού մեղադրանքներով, ընդդիմադիր կուսակցությունների եւ ընդդիմադիր առաջնորդների փակի բանտերում, որպեսզի ինքը կարողանա հաշվետվություն ներկայացնել իրեն իշխանությանը պահելու համար օգնած Եվրոպական միության երկրներին, Ադրբեջանին, Թուրքիային, որովհետև կարելի ասել, որ մենք ունենք մարդ, որ արդեն իսկ զուտ իշխանություն պահելու եւ իր կատարած գործունեության համար արժանի պատիժ կրելու փոխարեն, նա ուղղակի գնացել է Հայաստանի ամբողջ շահը վաճառել է օտար պետություններին եւ դրանով իսկ ինքը դարձել է ուղղակի Հայաստանում դեսպան օտար ուժերի ներկայացուցիչ որպես